դնում են գործադրման մեջ, այսինքն շարժիչը երբ որ ուզում են աշխատացնման ստարտերը, այս դետալը, սա, ունի մեքենան հետևին վենեց մախավիկ, որի շնորհիվ ստատորի միջոցով հոսանքի տալու, այսինքն ակումուլյատորի հոսանքով խոդ է տալիս մեքենան, իսկ եթե շահագործվելու է արդեն հիմնական, եթե մեկ շարժիչը դրվել է գործադրման մեջ, նրան օգնության է գալիսով գեներատորը, այսինքն ապահովում է ստաբիլ հոսանք, 14 մինչև վոլտ էներգիա տարբեր մեքենաների մոտ տարբեր ձևի, կարող լինի 24 վոլտ, կարող լինի 12 վոլտ, պարզատ կան։ Հիմի դուք անցել եք ակումուլյատորը, անցել եք ստարտերը, հիմի ձեր մոտ գեներատորի աշխատանքի իմաստը ոնց է, ինքը աշխատում։ Հիմի հեսա բացատրում ենք, քանդած վիճակով ստարտերը ցույց են տալիս ձեզ։ Ամես մի հատ 5 գեներատոր ապետ, որտե անճարենք։ Ես գտում։ Տենում եք քանդած գեներատոր, արա, այ դա գեներատոր է։ Տենում եք։ Ես չեմ էլ կասկածան, վարպետը ձեզ բոլորը բացատրած կլինի, սրա իմաստը ու սրա մեջ ինչ գործիքներ ու ինչ դետալներ ա գնում ու ինչ դեր ա կատարում։ Մի կարակ Թող հլա հարցրա, ով հլա մի րոպե, հլա հարցնենք, ով է կարամ ասի, գեներատորը քանի հիմնական մասից է բաղկը։ 3, չէ, բայց ասա, որոնք են, հա։ 2 հիմնական մասից։ Հա, ասա։ Ստատոր։ Որն է լաստի ցույց տուր ստատերը, արի առաջ, հլա դու առաջ արի։ Հիմի դեմի ստատերը ցույց տուր, ստատեր, որն է սրանց ստատերը։ Էս էլ է գեներատորի մի մասն է, մի մասը ստատերը, որն է։ Քամասինք ասենք, չէ։ Մեջինը չի սրա։ Չէ, արա, ինչ, մեջինը դա այն է, սա ռոտորն է, սա ռոտորն է, հա, էս է ֆրիկն է, որ հովացնի, հլը ստատերը, արա, մասը սա է, փաթույթները, չեք որը ասինք, էլեկտրոմագնիսական դաշտ ստեղծող մասն է։ Հոսանքը դա է, դրանից է դուրս գալի։ Սրանից է դուրս գալի, այս հետևի մասը։ Իսկ կանոնավորելու համար հոսանքը, այսինքն ինքը կարա ստեղ թողա 18 վոլտ, այս նույն գեներատորը մինչև 18-20 վոլտ կարա հոսանք թողա։ 100 Բայց վոլտ մեզ պետք է որ մենք կարգավորենք այդ հոսանքը տվյալ մեքենայի վրա 10 մինչև 4 վոլտ։ Ինչի՞ մար 14, որովհետև մեքենան եւ ունի լա դուք չեք անցել։ Դետալներ, որոնք հիմնականում աշխատում են 14 վոլտի։ Անցել են, սաղ անցել։ Այսինքն ռուլավոր ուսիվիցելը, այ Դեբիլներ, այսքան բացատրինք ստատերներ չկարեցակ ցույց տալ։ 14 վոլտ հոսանքով աշխատում է։ Իսկ դրան մենք կանոնավորելու համար ունենք այս սենց մի հատ բան։ Լարման կարգավորիչ է։ Լարման կարգավորիչ է կոչվում ինքը։ Հեսա գտնենք լարման կարգավորիչ է։ Ուշադիր նայեք ստի, միցի ծավի տրաջան, դուր չեմ ճռռում ես, բացատրում եմ։ Ունեք չեղնի, որ տարվա վերջին քննությունը ճիշտ չընդունես։ Ես եմ ընդունելու լսի ուշադիր։ Այս մի դետալից։ Այս սրանից է կազմված, հոսանքը ճիշտ թողալու համար։ Այսինքն մեզ 14 վոլտ ինքը որ պետք է ստեղից դուրս գա արդեն, 14 վոլտ հոսանքը կարգավորում է, այս կարգավորի ջռել են։ Մի հատ էս դիոդն Իսկ մաքուր հոսանք ուղարկելու համար հաստատուն հոսանք ուղղիչ բլոկն է։ Ուղղիչ բլոկն էլ սա է։ Սա համարվում է 3-րդ, 4-րդ սերնդի դետալներ։ Այսինքն ձեզ, հիմնականում ձեզ է պետք սա։ Մենք արդեն մեծացել ենք, մեր ժամանակ ուրիշ ձև է եղել։ Սա էլ տեղադրվում է այս մասը, սրա հետևի, ձգված ասենց, լարումը վերաունը մստի 3 հատ բարձր լարման հոսանքներից վերաունը, նույնն էլ ստեղ է դրած, իսկ սրան պտտելու համար, ռոտորն ու ստատերը հավասարաչափ պտտելու համար,
ածուխներ գոյություն ունի դրա համար։ Արա, ես ասի չէ որ սա երրաֆաս փոփոխական հոսանք է Այո, տալիս։ երրաֆաս փոփոխական հոսանք։ Դուս է գալի միաֆաս հաստատուն հոսանք, որը որ մեզ պետք է։ Այստեղ է տեղադրվում, այսինքն այս մասը մատուցվում։ Հա, ածուխն է, երկու հատ, բացական եւ դրական։ Այսինքն սրա վրա ունի բացական եւ դրական հոսանքի թողման բանը, որը որ Հենց ակումուլյատորը միացնում ես, սա միանում է, այս կոճը մագնիս է դառնում։ Դառնում է Ու այս մագնիս։ մագնիսը պտտվում է այս ստատերի մեջ։ Այդ մագնիսական դաշտը այստեղ են, որ Ստեղ ասենք առաջանում։ 18 փաթույթ կա, 6 հատը իրար միացրած 3 ծերը դուրս է գալի։ Արտադրում է երրաֆաս փոփոխական հոսանք։ Դրանից հետո հոսանքը մտնում է լարման ուղիղ բլոկ։ Այս բլոկը որ կա, սա այդ երրաֆաս հոսանքը փոփոխական դարձնում է միաֆաս հաստատուն հոսանք։ Մյուս դետալը լարման կարգավորիչը, որ ավտոն մեծ արագությունների տակ արտադրում է 14-ից գծետը 30-40 վոլտ, կարող է 200-ը բացես 100 վոլտ էլ արտադրի։ Քանի որ ավտոյի բորտը սնվում է 14 ու 14.5 մաքսիմում վոլտով, այս դետալը ինքը կատարում է լարումը կարգաբերում է, այսինքն ինքը չի թողում այդ մեզ լարումը մնա, այդ մեզ լարումը փոխում այլի մաքսիմում 14.5-ի վրա, ու որ ավտոյի բորտը ոչ մի սպառիչ շարքից դուրս չգա։ Լարումը բարձրացավ, շատ սպառման դետալներ ունի ինքը։ Թեկուզ հենց պարզ գիշերով քշելու ժամանակ ֆարերը։ ամենաշատ օգտանողը դալնի ֆարն է, տվեցի Ֆարերն է, պեչկերն է, այնտեղ ցուցիչներն է, որ ձեզ լրիվ ցույց է տալիս, թե ջրի ջերմաստիճանը մեքենայում ինչքան է, յուղի ջերմաստիճանը ինչքան է, յուղի դավլենին ինչքան է, սա ինքը լրիվ ցույց է տալիս այդ հաստատուն հոսանքի միջոցով։ Հիմնական բաղադրիչ մասը համարվում։ Իսկ ինչի՞ է մեզ հաստատուն հոսանք պետք, որովհետեւ մեկը գիտեք, խենք հաստատունն է, թող երրաֆազով աշխատենք։ Ես որ ասել եմ, լա հիշեք, ինչի ենք հաստատուն հոսանք օգտագործում։ Ով կարա ասի։ Հա? Արա չասինք, եթե գեներատոր չկա, ակումուլյատոր կա։ Ակումուլյատորը ինքը հաստատուն հոսանքի աղբյուր է, ինքը ուրիշ հոսանք չի արտադրում։ Այսինքն, որպեսի տոկ տանք մագնիսանա, այս ձեր յակրը, որ գեներատորն աշխատի, մեզ հաստատուն հոսանք է պետք, մի բան պետք է, չէ, հաստատուն հոսանք, կան կաղնած տեղը լույսերը վառես, կան կաղնած տեղը պեշկերը վառես, կաղնած տեղը մենակ սա է աշխատում, գնալուց է սա աշխատում, կաղնած տեղը սա է աշխատում, սա ունի հաստատուն հոսանք, դրա համար սրանով է հաշվարկված, եթե սրանով պրիբորը չվառեց, եթե այս կոճը չմագնիսացավ, դու էլ գեներատորը չես կարա աշխատացնես։ Դրա համար կոճը մագնիսացեց, ավտոն խոտ տվիր, խոտ ընկավ, պտտվեց, տոկ արտադրեց, всё, մագնիսը սկսում է պտտվել։ Այսինքն չի է էլեկտրական մագնիս։ Կարանք դնենք բնական մագնիս, առանց կոճի, առանց ածուխի, առանց տոկի, բայց նրանք երկար կյանք չունեն, անընդհատ ծերանում են իրաց մագնիսական դաշտը փոքրանում է, չի կարա համապատասխան լարում ապահովի։ Միաժամանակ եւ վերալիցքավորի ակումուլյատորը Այո, ընթացքում։ վերջնական մասով ինքը եւ վերալիցքավորում է հաստատուն հոսանքի աղբյուր, այսինքն ակումուլյատորը։ Всё, Եթե դու կանգնած ժամանակ օգտագործես հոսանք, по-любому ստեղ 12 վոլտից իջնում է, էներգիան սպառվում է, չէ՞։ Դու տանում ես, լույս ես վառում, մագնիտոֆոն ես միացնում մեջին առանց խոտ տալու, եւ այլն, ստեղ հոսանքը արդեն դառնում է ցածր, իջնում է։ Որ ստարտերին տալի համարյա կեսը տանում է, չէ՞ սա։ Եվ տանում, այո, ճիշտ ես ասում։ Իսկ սրան վերականգնելու համար, որ ինքը երկար կյանք ունեն, ասենք, դա մինչև 4 տարի, 5 տարի կամ աշխատի ինքը, այս գեներատորը իրան լիցքավորում է, հակառակ տալիս է արդեն լիցքավորում է։ Պլյուս դրան իր տեղը սա բորտի տոկը ինքն է տալի, այսինքն ինքը լիցքավորվեց, հանգստացավ, սա աշխատեց, սա ավտոն կաղնեց, սա է աշխատում, ավտոն գնաց, սա կաղնում է, սա է աշխատում, այսինքն հաստատուն հոսանքով մարդիկ ստեղծել են գեներատորներ, այսօրվա էլեկտրական մոբիլները սաղ ես գեներացիայի հաշվին է տոկի։ Դե մի էլեկտրոմոբիլները սա գեներատորներ, հաշվեք գեներատորները, լա լսեք, թե ինչ ձևի է դա տեղադրած մեքենայի մեջ, հատկապես հիբրիդները հիմնականում գեներատորով են աշխատում, ավտոն գնաց էլեկտրական մոտորով,
Պաձոմին դեմելավ ավտոմատ միացավ մեր ներքին այման շարժիչը, որ արդեն դու գազ ես տալի աբարոտ ես վերունում, այնտեղ գեներատոր կա դապալնից ելնի, որ տոկա հավաքում այն ակումուլյատորները, որով ինքը սնվում է։ Էլեկտրական ավտոմոբիլի շարժիչը այն ակումուլյատորներին ինքը վերալիսկավորում է։ Ու հենց ուղիղ տեղը անգնեմ, էլի միանում է իր ակումուլյատորային էլեկտրական շարժիչը ավտոն հանգիստ գնում է։ Ամենամեծ ջիպը, Land Cruiser-ը, որ ասենք ինքը 400 ձիաուժ ունի, հիբրիդ է, ստեղից Երևան ծախսում է 3-ից 5 լիտր բենզին։ Մնացածը էլեկտրականի հաշվին է։ Հիբրիդը ինչ է։ Համ ունի էլեկտրական մոտոր, համ ունի ներքին այման շարժիչ։ Մեկը մեկին լիցքավորում, այլի։ Ժամանակակից գեներատորներին լիցքավորեց, գեներատորները սկսին աշխատելը, հոսանքը կորցրին, նորից շարժիչը միանում է, նորից լիցքավորում է։ Դա կոչվում է հիբրիդային տեսակ։ Ժամանակակից ամենաստեղծված ավտոմոբիլն է։ Համ հնից է լավը, համ թազից, էլեկտրոմոբիլից է լավը, հնից է լավը։ Այսինքն ինքը շատ լավ ցուցանիշներ է ցուցադրել, այսօր որ մարդիկ շատ փող ունեն, ձգտում են լավ մեծ հիբրիդային ավտոներ առնեն։ Ոչ թե մենակ էլեկտրական կամ մենակ ներքին այլման շարժիչ, այլ ձգտում են առնեն հիբրիդային շարժիչներով մեքենաներ, որովհետև ավտոն ամբենզինով է աշխատում, սարով գնում ես, ենթադրենք սար ես գնում, էլեկտրոմոբիլա ջիպ է, այդ տակը սաղ բաները շարած ակումուլյատորները, 10 ջարդելով գնաս, իսկ հիբրիդը շատ քիչ է առանձին տեղ, տոկը որ չկա էլ, գցում ես սարը ախպեր ջան, քու ներքին այլման շարժիչը բրցացի, ջիպ է, դու այդ ջիպը ինչի մար ես առել, էլեկտրական ջիպը ինչի տա պետք տալիտես ջարդես, դա համար հիբրիդ է, էլեկտրական ջիպ հիբրիդը, ինքը համաշխատում, ասարել եմ, ձորել եմ, տրասեմ և ամեն տեղ, և ցույց է տվել այսօր ամենաստեղծված, ամենա ինչը հայերեն նադյոժնի որն է, ապահով ու ամենաերկարակյաց շարժիչը, այսօր էդ է գիտության վերջի ստեղծված ամենալավ ավտոն, ձեզ էլ ցանկանում եմ ովքեր փող ունենա, մեծանա, հիբրիդ առնի, մինչև որ կստեղծեն էլեկտրական, երբ որ ստեղծեն էլեկտրական շարժիչները մի ուրիշ ձևի, որ էլեմենտները հմիտես ինչ են անում, դու տանը էլ զարյատկի չես դնում քո ավտոն, կամ զարյադեշնի ստանցիա որ գնում ես էլեկտրոմոբիլով, իրանք սենց յաչեք եք են տակը դրած, կնոպկին սոխում ես դուս ա գալի, նստածը վեր են ունեմ, լիսկավորածը մի անգամից դնեմ, փոխում են, հասկանում եք, ասենք 10 հատ յաշիկա, 8 հատ, 4 հատ ես կողմից, 4 հատ ես կողմից, դու ես զապրավչիկը, հները հանեմ ա թազեքը դնեմ, հետո քու հները վերալիսկավորում ա, ուրիշ ավտո ա դնում, ինքը առանձին լիսկավորում են, քո ավտոն երկար չի կարող։ Հա, այդ ձևի ակումուլյատոր, դենա ամեն օր, դու կարող ա օրը 500 կիլոմետր քշես, ամեն օր գնաս փոխում են, ուզում են դրան գնան, որպեսզի մի ակումուլյատորը ինքը այդ էլեկտրական ավտոմոբիլի միակ թերությունը այն է, էլեկտրոմոբիլի միակ թերությունը այն է, որ ինքը սնվում է ակումուլյատորից այդ սաղ տոկը վերանում, որ ինքը տա երրաֆաս իր ասիխրո շարժիչին, որ ավտոն տեղից պոկի քաշի տանի, այդ ժամանակ նրանք կամազ մաշվում են, նստում են, ոնց որ ձեզ սովորական նոթբուքներ ունեք, բան ունեք, որ տենում եք էլեմենտները նստեք, չէ, հենց նոթբուքի էլեմենտի ակումուլյատորի նման բան է, սես պուճուր կլոր կարդոնից փթաթած բաներ են, էլեմենտի նման, իրար միացրած, ամեքը մի յաչեյքի մեջ, ինչ? Քանի կիլոմետր կարող քշեն այդ մի ակումուլյատոր։ Ինքը արտադրողը տալիս է, ասենք 180,000, 250,000-ից հետո պետք է փոխես։ 7 տարվա գարանտիա են տալիս, 8 տարվա գարանտիա են տալիս։ Իսկ քան մեր խոսակցությունից հետո մի բան հասկացաք տղեկ։ Հասկացաք, որ ասենք գեներատորը ստարտերից ինչով է տարբերվում։ Որը ինչ դեր է կատարում։ Ով կա ասի ստարտերը իրանից ինչ է ներկայացնում։ Ավտո, Չէ, ինչ է, իրանից ինչ է, սովորական ինչի նման է։ Ասել եմ, գրել եք, սովորական հաստատուն հոսանքի էլեկտրական շարժիչ է, մատորա, էլեկտրական մատորա, որ ակումուլյատորով պտտում ես, ծերին էլ դրածա շեշտերոն կա։ Մագնիսական դաշտ է ստեղծում, պտտում է, ասենք, շարժիչին
Արա այնտեղ տոկից շարժում ենք ստանում, այստեղ շարժումից տոկ։ Սկացաք։ Մոտորը ստարտերը տոկից ենք շարժումը ստանում։ Այստեղ այսինքն էլեկտրական էներգիան վերափոխվում է այնտեղ մեխանիկական էներգիայի, իսկ այստեղ մեխանիկական էներգիան վերափոխվում է էլեկտրական էներգիայի ու սնուցում է ամբողջ բորտը։ Ես ու ընկեր Գագոն, ձեզ անգամ շատ ենք ասում, պարզապես ձեզ սովորել է պետք։ Մենք ուզում ենք դուք սովորեք։ Ձգտել է պետք որ սովորեք։ Դուք իմանաք։ Սա վատ գործ չի, սա արհեստ է, որ ամենա մարդկության մեջ ամենակարևոր բանն է, ցիվիլիզացիան այսօր մեր ամբողջ ամեն օր ավտոն ավելանա դի։ Ուստա չկա։ Սա այս գործը ամեն օր կա։ Ամեն օր նոր մեքենաներ են գալի, ամեն օր մի բան ավելանում է, ամեն օր մարդիկ մեքենային օգտագործում։ Առանց մեքենայի ոչ մեկը ոչ մի գործ չի կարող անի։ Տեղաշարժում կեղնի, տեղափոխել կեղնի, սաղ ապրանք տանել կեղնի, սաղ մեքենաների միջոցով։ Всё, այսօրվա դասը ավարտվեց։